Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Բադալյան։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Սիրով։ Տիկին Բադալյան, Արադ Միրզոյանն է Միացյալ Նահանգներում Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից անմիջապես հետո տեսանք, որ թրիփի հետ կապված փաստաթուղթը հրապարակվեց։ Ըստ էության թրիփը միս ու արյուն է ստանում եւ կարծես թե այն գլխավոր թեզերը եւ նաեւ մանիպուլատիվ շահարկումները, որ կային տևական ժամանակ է գալիս է այս տեքստը կոտրելու այդ շահարկումները մանիպուլատիվ եւ վերահաստատեց նաեւ պարոն Միրզոյանը, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, սուվերենության ներքո է լինելու թրիփը, այնուամենայնիվ կարող ենք այսպես ասած հիմա արձանագրել, որ թրիփը նոր գործնական փուլ է մտնում եւ ինչ սպասել առաջիկայում, նաեւ Վենսի այցը հաշվի առնելով։ Շնորհակալ եմ հարցի համար։ Գուցե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների որոշակի շրջանակի, ընդդիմության որոշակի շրջանակի համար որևէ բան էստեղ նոր է կամ լրացված է, հա, եղած ինֆորմացիայի վերաբերյալ, բայց բոլոր նրանք, ովքեր ուշով օգոստոսի 8-ից հետևում են իրադարձությունների զարգացմանը, կարծում եմ, որ այստեղ առանձնապես նորություն կամ փոփոխություն չկա, այս ամենը արդեն արձանագրված էր օգոստոսի 8-ի հռչակագրում, եւ հիմա ուղղակի բացվածքներն են տրվում եւ ինչպես դուք նշեցիք, այո, միս ու արյուն է ստանում, ինչն էլ իհարկե անխուսափելի էր, եւ եւս մեկ անգամ օգտվելով արդից ես պիտի ասեմ կամ հիշեցնեմ բոլորին, որ սա թերևս Հայաստանի Հանրապետության ժամանակակից փուլի, հա, պատմության ժամանակակից փուլի ամենակարևոր իրադարձություններից մեկն է եւ ունենալու է լրջագույն էֆեկտ Հայաստանի Հանրապետության հետագա կյանքի տնտեսական, անվտանգային եւ ինչպես նաեւ մեզ անհանգստացնող մնացած բոլոր բաղադրիչների տեսանկյունից եւ իրոք լրջագույն հեռանկարներ է բացելու Հայաստանի Հանրապետության համար, որպես զարգացած, ինքնիշխան, իրավազոր եւ հաջողակ երկիր, այնպես որ կարծում եմ, որ մենք պիտի գնահատենք թե Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավորապես արտաքին գործերի նախարարության ջանքերը, որ մենք այս համաշխարհային պարբերական ցնցումների մեջ կարողանում ենք նաեւ դրական եւ հաջողակ կետեր ստեղծել Հայաստանի Հանրապետության համար։ Տիկին Բադալյան, ես ձեր խոսքից ճիշտ հասկացա, որ թրիփը միայն տնտեսական պրոյեկտ կամ նշանակություն չունի, թրիփը նաև ավելի քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային իմաստ ունի եւ այդ իմաստով Հայաստանի համար շատ կարեւոր է նաև թրիփը։ Բնականաբար, եւ մենք այս մասին բազմիցս խոսել ենք, նույնիսկ այն ժամանակ, երբ որ դեռևս խաղաղության խաչմերուկ, հա, այդ նախագծի մասին էինք խոսում, որ մտահղացում էր, հա, տարիներ առաջ մեր կառավարության մտահղացումներ եւ անիրատեսական էր թվում բոլորի համար խաղաղության խաչմերուկը, կարելի ասել թրիփը դրա իրագործումն է, անունն է փոխվել, գուցե ավելի այսպես հստակեցվել է, ավելի զարգացվել է, բայց գաղափարական իմաստով, հա, նույն բանն է, դա մեր խաղաղության խաչմերուկն է եւ մենք ուզում էինք, որ Հայաստանը ի հեճուկս այն պնդումների դարեր շարունակ, որ միշտ եղել է, որ մեր աշխարհագրական դիրքը լավ չէ, մենք շրջապատված ենք պոտենցիալ, հա, մեր նկատմամբ թշնամական վերաբերմունք ունեցող երկրներում, եթե տվյալ պահին նույնիսկ թշնամական չէ, հաշվի առնելով կրոնական տարբերությունները, քաղաքակրթական, այսպես շատ տարբեր մշակութային մոտեցումներ, ի հեճուկս այդ բոլոր պնդումներին մենք ինչ որ մի կետից հասկացանք, որ կարելի է այդ իրավիճակը օգտագործել եւ ընդհակառակը Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհագրական դիրքով, իր բոլոր հնարավորություններով դառնա խաչմերուկ քաղաքակրթությունների համար, աշխարհի շատ տարբեր երկրների համար եւ կարծում եմ, որ այս իմաստով ինքը հենց իմ նշած նշանակությունը ունի եւ ունենալու է, որովհետեւ աշխարհի գրեթե բոլոր երկրներին, մասնավորապես այն երկրներին, որոնք արդեն որոշակի համագործակցության ցանկություն հայտնել են կամ ներգրավված են այս աշխատանքներում կամ նախատեսվում է, որ պիտի ներգրավվեն, իհարկե բոլորին էլ ձեռնտու է, իսկ եթե շատ տարբեր իրենց հզորությամբ, զարգացվածության մակարդակով, տնտեսական զարգացվածությամբ եւ այլն երկրների շահերը միտեղ բախվում են, դա իհարկե միտեղ համատեղվում են, դա իհարկե ունի իր մեջ նաեւ անվտանգային կոմպոնենտ,
մասնավորապես Հայաստանի Հանրապետության համար։ Տիկին Բադալյան, կհիշեք, որ օգոստոսի 8-ին տեղի ունեցողից հետո Միացյալ Նահանգներում եւ առհասարակ այդ փաստաթղթերը ստորագրելուց հետո ընդդիմությունը կարծես թե 2 օրյա այսպես լռության օր էր վերցրել, 2 օր լռեցին եւ հետո նաեւ որոշակի հայտարարություններով հանդես եկան, որ TRIP-ը դա Հայաստանի համար շատ վտանգավոր ճանապարհ է, իդեպ նման պնդումներ հիմա էլ կան եւ անգամ երեկվա այդ միջոցառումից հետո եւ նաեւ պարոն Միրզոյանի մեկնաբանություններից հետո էլի շահարկումները մանիպուլատիվ այնուամենայնիվ կան, որոշ ընդդիմադիր շրջանակներ պնդում են, որ TRIP-ը աշխարհակաղակական բախումների կենտրոն է դարձնում Հայաստան, այսինքն Սյունիքը, որով հետաքրքրված են տարբեր կենտրոններ, այդ թվում Իրանը, Ռուսաստանը, հիմա դուք այնտեղ բերում եք Ամերիկային։ Այս մանիպուլատիվ շահարկումներ են սրանք պարզապես, թե իսկապես մտահոգություններ են, որ իրականության հետ որոշակիորեն առնչվում են։ Տեսեք, եւ որոշ մասով մանիպուլատիվ շահարկումներ են, որոշ մասով էլ կարող են լինել նման անհանգստություններ որոշ անհատների մոտ։ Բայց այստեղից այլ հարց է առաջանում, իսկ ինչ են առաջարկում նրանք, իսկ ինչ անել։ Նոյեմբերի 9 այդ իմաստով ամբողջությամբ բացառում է շատ տարբեր երկրների կամ պետությունների միջև բախումների թատերաբեմ Հայաստանի Հանրապետությունը դարձնելը կամ ինչով որն է նոյեմբերի 9-ի փաստաթղթի առավելությունը։ Իհարկե չկա այնտեղ առավելություն, որովհետև հիշենք, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում այնուամենայնիվ միջանցքի մասին խոսակցություն կար եւ մենք օգոստոսի 8-ի փաստաթղթով ամբողջությամբ հաստատել ենք եւ նաեւ այսօրվա ստորագրված փաստաթղթերի կամ բանակցությունների արդյունքում եւս մեկ անգամ վերահաստատել ենք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, իրավազորության, ինքնիշխանության փաստը, որը որ նոյեմբերի 9-ի փաստաթղթում այնուամենայնիվ ընդգծված չէր եւ որոշ դեպքերում նաեւ բացակայում էր, այս դեպքում իմաստ չունի, բայց ուզում եմ հիշեցնել, որ ներողություն խնդրելով մեր հեռուստադիտողներից հոգնեցնելու համար այդ արտահայտությամբ, բայց այնուամենայնիվ հիշեցնել, որ մենք հիբրիդային պատերազմի բավականին թեժ փուլում ենք այս պահին գտնվում եւ նաեւ եթե դուք այս օրերի ընթացքում մասնավորապես այսօր առավոտյան ձեր աչքով ընկել է մեր լրագրողների հարցերը իմ գործընկերներին կամ իշխանության կամ կառավարության որևէ ներկայացուցչի, ապա եթե ուշադիր լինեք, նույնիսկ եթե շատ ուշադիր էլ չլինեք, կնկատեք, որ մեր մի ամբողջ լրագրողական համայնք հարցերի հարցակումներն ու այդ ագրեսիվ տոնը հիմնականում գալիս է Ռուսաստանի շահերը, բա ինչ են լինելու Ռուսաստանի շահերը, կարմիր գծով դա է գնում, բա Ռուսաստանը ինչ է անելու։ Այսինքն մենք հայտնվել ենք մի այնպիսի փուլում, որտեղ որ պայքար ենք տալիս թե արտաքին գործոնների, թե ներքին գործոնների դեմ, ինչու, որովհետև տեսեք, մի ամբողջ լրատվական դաշտ, որը կարող է տրամադրություն ստեղծել, որը կարող է պարտավոր է ինֆորմացիա հասցնել հանրությանը, բնավ չի հետաքրքրվում Հայաստանի Հանրապետության շահերից, ինչն է բխում, եւ հիմնականում կարմիր թելով անցնում է իսկ Ռուսաստանին դա հարմար է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ երկաթուղին, իսկ սա հարցերը միայն ուղղված են այս ուղղությամբ։ Սա լրջագույն խնդիր է, բայց այնուամենայնիվ ուզում եմ բոլորին տեղեկացնել, որ մենք այդ բոլոր հարվածներին եւ այդ բոլորի ելքերին շատ լավ պատրաստ ենք, մենք շատ հստակ եւ ինքնավստահ գիտենք ուր ենք տանում մենք Հայաստանի Հանրապետությունը եւ վստահ ենք, որ տարիներ անց բոլորը շատ գոհ են լինելու եւ ուրախ են լինելու, որ եղել է օգոստոսի 8-ի փաստաթուղթ, որ կա TRIP եւ մնացած բոլոր են ռազմավարական գործընկերություններն ու քայլերը, որոնք արվում են այս պահին։ Իդեպ Արմեն Աշոտյանն է անդրադարձել, որքան էլ որ գիտեմ լավագույն բանը չէ նրան անդրադառնալը եւ կամ մեկնաբանելը, բայց ամեն դեպքում TRIP-ի այս փաստաթղթերը եւ այս հրապարակված տեքստը համեմատում է խաղադրույք կատարելու հետ, ասում է տպավորություն է, որ ինչ որ խաղի մեջ են մտել, խաղադրույք են կատարել, ընդ որում խաղադրույք են արել ինքնիշխան տարածքը Հայաստանի, այսինքն այդ մանիպուլատիվ շահարկումները այնուամենայնիվ դեռ շարունակում են գոյություն ունենալ, կյանքի իրավունք ստանալ։ Ինչով է դա պայմանավորված։ Դրանք իսկապես այդ մանիպուլյացիաների տեղ տալիս է այս տեքստը նոր հրապարակված, թե այնուամենայնիվ ընդդիմությունը դա փնտրելու է եւ գտնելու է։ Նախ կարծում եմ, որ մեր նախկին իշխանության ներկայացուցիչներին խորհուրդ կտամ, որ խաղադրույքներից անդին այլ
համեմատություններ կարողանան երևակայությանը զոր տալով գտնել, որովհետև արդեն էլ ծիծաղելի էլ չի նույնիսկ։ Ինչ վերաբերում է արդյոք այստեղ իրոք մտահոգություններ կան, թե ոչ, բնավ չկան, որովհետև այսօրվա հրապարակված փաստաթղթերը, որոնք հասանելի են բոլորին, յուրաքանչյուր քաղաքացու հասանելի են, բնավ կասկածի կամ այսպես մտահոգության տեղիք չեն տալիս, որովհետև ամեն ինչ շատ հստակ է եւ պարոն Միրզոյանն էլ առավոտյան հնարավորինս բոլոր կետերով անցավ հերթական անգամ ցույց տալու համար, որ այստեղ մանիպուլյացիայի տեղ չկա։ Իսկ այս նույն խաղադրույքների տրամաբանությամբ թե Աշոտյանին, թե մնացած բոլոր քաղաքական գործիչներին, այսպես ասած, պետք է հարց տալ, իսկ շատ ավելի ռեալ եւ սթափեր գույք պարտքի դիմաց օպերացիան, այսպես ասենք, շատ ավելի սթափ եւ ռեալ էր եւ այսպես վստահելի էր Հայաստանի Հանրապետությունը օր-օրի զրկել ինքնիշխանությունից եւ օր-օրի դարձնել որևէ մեկ այլ հյուսիսային երկրի ֆորպոստ, իսկ ինչ համեմատության մեջ է այս արտահայտությունները հնչում ընդհանրապես եւ կարծում եմ, որ սրանք ուղղակի ինչ որ բան ասելու համար ասված խոսքեր են բարբերաբար, ընդհանրապես հոսանքի վրա մնալու, որովհետև արժևում ընտրություններ են եւ ի վերջո որոշ քաղաքական ուժեր դեռ պիտի կողմնորոշվեն մասնակցելու են ընտրություններին թե ոչ, բայց դրա համար գոնե որոշ ակտիվություն պիտի ցուցաբերեն։ Իսկ մնացած բոլոր մարդիկ քիչ թե շատ գիտակից հստակ հասկանում են, որ այն ամենը, ինչ որ մենք ունեցել ենք նախկինում եւ այն հնարավորությունները, որ մենք ունենք այսօր, փառք Աստծո համեմատելի չեն։ Հայաստանը այս փուլով վերջին տարիների ընթացքում շատ հետաքրքիր, ես գիտեք ինչ դիտարկում ունեմ սրա վերաբերյալ, որ այս նախորդ մի քանի տարին մեզ համար շատ ցավոտ, բայց այնուամենայնիվ ճշմարտությանը ուղիղ աչքերով նայելու կարողությունը մենք զարգացրեցինք առաջին հերթին։ Դրանից հետո երկրորդ փուլով գույքագրեցինք խնդիրները։ Այսինքն հասկացանք ճշմարտությունը ընդունելով հանդերձ, որտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, ինչ խնդիրներ ունի այս պահին, այդ խնդիրներից որոնք են լուծելի, որոնք անլուծելի, որպեսզի մենք կարողանանք այդ քաոտիկ վիճակից հանել Հայաստանը առանց ցնցումների եւ հիմա այդ փուլն էլ է մոտենում իր ավարտին եւ գալիս է արդեն շատ կոնկրետ գործելու ժամանակը։ Այսինքն մենք ունենք trip, մենք ունենք պայմանագրով նշված կետեր, որոնք պիտի կատարենք եւ մեր գործընկեր երկրները եւս պիտի դրանք կատարեն, պիտի ինչ որ ժամկետներում ինչ որ բաներ կառուցվեն եւ մինչ ընդդիմությունը այս պահին աղմկում է, իհարկե Հայաստանի Հանրապետության շատ ընկերություններ, գործարարներ, պարզապես այսպես քաղաքացիներ փնտրում են ինչ որ տարբերակներ եւ հետաքրքիր իդեաներ, որովհետեւ իրենք էլ մասնակից լինեն այս մեգա նախագծին համաշխարհային։ Իսկ ինչով է պայմանավորված այնուամենայնիվ ընդդիմության աղմուկը, էլի նախընտրական տրամաբանության մեջ է ասացիք այդ հայտարարությունները պարզապես հոսանքի վրա մնալու համար են։ Սոլովյովի հայտարարությունը ռուս լրագրող ինչ տրամաբանությամբ հասկանալ, դրանք պարզապես հայտարարություններ էին հայտարարելու համար, դրանք դիտարկել հիբրիդային տրամաբանության մեջ, թե դրանք կարող են իրենց յետևում ունենալ հստակ գործողության պլան, երբ ասում է, որ Հայաստանում պետք է գնալ հատուկ գործողության, ինչպես Ուկրաինայում դա արեցինք, որովհետև դա մեր ազդեցության գոտին է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ կորցնենք մեր ազդեցության գոտին։ Առհասարակ ֆորպոստից դուք էլ խոսացիք, ձեր խոսքում ասացիք, որ նախկին իշխանությունները ամեն ինչ արել են, որ Հայաստանը տանեն դեպի այդ ֆորպոստ տրամաբանության մեջ։ Կամ առնվազն չեն կարողացել այնպես անեն, որ չգնա այդ տրամաբանության մեջ, այսպես հոգուն մեղք չանենք, ասենք ամեն ինչ արել են, որ տանեն, չեն կարողացել։ Եվ եթե չեն կարողացել, ապա դրանից հետո անիմաստ է այսօր, երբ որ դու օր-օրի ամրան պնդում ես Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, խոսել ինչ որ անհեթեթ բաների մասին։ Տեսեք, ընդդիմության աղմուկը, մանիպուլյացիաները, լրագրողական մի որոշակի խմբի այս ամեն ինչը երբ որ համադրում ես, դրանք միանգամայն տեղավորվում են Սոլովյովի արտահայտության տրամաբանության մեջ։ Դրանք բոլորը փոխկապակցված են իրար հետ։ Տեսեք, երբ որ տարիներ շարունակ մենք անընդհատ խոսում էինք այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը այսպես դեռևս դե յուրե, շարունակելով մնալ անկախ ինքնիշխան հանրապետություն, բայց դե ֆակտո այն գաղութային տրամաբանության է գնում անընդհատ, նույն Ռուսաստանի Դաշնության համար, մեզ մեղադրում էին, անընդհատ այսպես թիրախավորում էին եւ այլն։ Տեսեք ինչ է ասում Սոլովյովը։ Շատ պարզ ասում է մեր ազդեցության գոտի։ Օրինակ ինձ համար որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, անկախ պետության քաղաքացի,
խիստ վիրավորական է, երբ որ իմ ինքնիշխան անկախ տարածքը մեկ այլ պետություն համարում է իր ազդեցության գոտի եւ իրեն թույլ է տալիս հայտարարություններ անել, որ այդ ազդեցության գոտին պահելու համար ինքը պատրաստ է շատ անթույլատրելի քայլերի, այսինքն անցնել թե միջազգային իրավունքի վրա եւ չնայած հաշվի առնելով Ուկրաինայի վրա հարձակումը, որը միջազգային իրավունքի ամբողջական տապալում է, հա, ինքնիշխան այդ տարածքի վրա, ամեն ինչ հնարավոր է, բայց այնուամենայնիվ փորձենք այլ տեսանկյունից մոտենալ, տեսեք այստեղ նաև կարող ենք դիտարկել սա որպես ընդդիմությանը ակնարկ որոշակիորեն, որ շարունակեք ակտիվ պահել իրավիճակը, առջևում ընտրություններ են, մենք նույնիսկ բոլոր ծայրահեղ քայլերի պատրաստ ենք լինելու։ Հանուն ձեզ։ Հա, դա հանուն ձեզ չի, հանուն ընդդիմության չի, դա հանուն իրենց ազդեցության գոտին չկորցնելու է։ Տեսեք այն համեմատությունը, որ ժամանակին անընդհատ այդ իսկ ուրեք փախչելու, իսկ ուրեք գնալու, իսկ ումեք դուք պետք տրամաբանությունը հիմա պարզվում է, բացահայտվում է, որ պետք ենք, շատ պետք ենք եւ նույնիսկ այնքան կարեւոր ենք, որ պատրաստ եք եւս մեկ այսպես ձեզ համար խնդիրների օջախ բացել։ Ինքը բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել եւ մի քանի շերտ ունի, շատ տարբեր շերտերով կարող ենք նայել, բայց ես կառաջարկեի հիմնականում դիտարկել երևույթը եւ Սոլովյովի ասածը որպես խոճապային կամ փրփուրներից կախվելու կամ հուսահատության ճիչ։ Այսինքն, նայեք, այն, որ Հայաստանի Հանրապետությունը շատ հստակ քայլերով ամրապնդում է իր ինքնիշխանությունն ու անկախությունը եւ դառնում է ոչ թե գործիք, այլ գործոն համաշխարհային քաղաքականության մեջ, սա շատ դժվար է մարսել ոչ միայն մեկ երկրի, այլ մի շարք երկրների համար, որոնք որ ամեն կերպ կարողացել են քեզ խաղացնել, որպես խաղաքարտ օգտագործել, անընդհատ իրենց ձեռքում խաղալիք դարձնել, օգտագործել քո հույզերը, իրավիճակը, վախերը, ամեն ինչ օգտագործել իրենց իսկ շահերի իրականացման կամ իրենց գործընկերային այսպես ամբողջ այդ ներկապնակի վերադասավորման, հա, վերագունավորման համար անընդհատ քեզ օգտագործել եւ հիմա շատ դժվար է, որովհետեւ դա անհնարին է, դա այլևս չի արվում վաղուց, մենք բոլորս նկատել ենք, որ հատկապես այս վերջին 5-ամյա փուլում Հայաստանի Հանրապետությունը որոշումներ կայացրել է ինքնուրույն եւ դա եղել է ամենաճիշտ որոշումը։ Ամենաճիշտն է եղել ինքնուրույն որոշումներ կայացնելը, որովհետև մենք կարողացել ենք մեր մեջքը որոշակիորեն ուղղել։ Եվ սա շատ բարդ է, շատ դժվար է դրա հետ համակերպվելը եւ այս իմաստով, այսինքն ստացվում է ոնց, իսկապես մեր ձեռքից ամեն ինչ գնում է, ոնց դե դեպքում մենք կհարցակվենք, մենք էս կանենք, բայց միևնույն ժամանակ նաև չի կարելի թերագնահատել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնուամենայնիվ նմանատիպ իրավիճակ եղավ եւ Ուկրաինան նրանք եւս համարում էին իրենց ազդեցության գոտի եւ այդ հարձակումը եղավ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորը վստահ են, որ այնուամենայնիվ մեր կառավարությունը միշտ ամենայն մանրամասնությամբ հաշվարկում է հնարավոր ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական բոլոր սցենարներն ու գտնում է բոլոր ելքերը։ Տիկին Բադալյան, այս ջղաձգությունները կարող են կապել նրա հետ, որ կրեմլյան շրջանակները սկսել են ընկալել եւ կամ հասկանալ, միգուցե հաշվարկել պարզ, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում այնուամենայնիվ այն ուժերը, որոնց վրա իրենք եւ նաեւ այն անհատները, որոնց վրա իրենք խաղադրույք են անում եւ որոնց հետ մեծ հույսեր են կապում, մեծամասնություն չեն դառնալու խորհրդարանում։ Այսինքն այդ ընկալումը կա իրենց մոտ, որ Ես կարծում եմ, որ այդ ընկալումը շատ վաղուց կա, ոչ միայն հիմա, այլ 21 թվականին, երբ որ կար բացարձակ վստահություն, որ հնարավոր բոլոր օգտագործելով թե հիբրիդը, թե ամեն ինչ օգտագործելով, թե ֆինանսներ բավականին լուրջ, թե լուրջ ռեսուրսներ, մարդկային եւ նաեւ տնտեսական ռեսուրսներ ծախսելով եւ կար այդ վստահությունը համենայն դեպս, որ մենք չենք լինելու իշխանություն եւ իշխանապողություն լինելու, այո, որտեղ կար այդ վստահությունը, բացարձակ վստահությունը, դրանից հետո դա ամենաանհնարին պայմաններում էր, որ տեղի չունեցավ եւ շնորհիվ մեր ժողովրդի
Հիմա ընդհանրապես այսքան մեծ հաջողություններից, այսքան իհեճուկսեմ բոլոր, հա, լուրերի, որ պատտվում են, այսքան մեծ հնարավորությունների եւ հեռանկարների արկայության դեպքում եւ նաեւ երբ որ ժողովուրդը տեսնում է ինչպես է աշխատում, հա, այս կառավարությունը, որպեսզի կարողանա արժանի ապագա մեր սերունդների համար թողնել, այդքանից հետո բնականաբար իրենք հասկանում են, որ դա չի լինելու, բայց իրենք դրա համար գրեթե բոլոր գործիքները արդեն սպառել են իմ կարծիքով, ընդհուպ մինչև եկեղեցին օգտագործել իրենք հնարավոր բոլոր գործիքները արդեն կիրառել են եւ սպառել են, այստեղից այն կողմ մնում են շատ կտրուկ գործիքներ, բայց կարծում եմ, որ դրանք կիրառելը Հայաստանի Հանրապետությունում այդքան էլ իրատեսական չի լինի, այն իմաստով, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավար երկիր է։ Իսկ ժողովրդավար երկրներում եւ ավտորիտար երկրներում այդ համակարգերի տարբերությունը այնքան ակնառու է, որ այն ինչ որ կարող ես կիրառել ավտորիտար համակարգում, ժողովրդավար համակարգում դա չի անցնում եւ ճիշտ հակառակը, այսինքն եթե Սոլովյովը ակնարկում է, որ մենք կգնանք, հա, Վենեսուելայի տարբերակով, չի կարող, որովհետեւ այստեղ իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ ժողովուրդն է ընտրել իր իշխանությանը ի տարբերություն իր նշած երկրի եւ այստեղ ժողովուրդը հիմնականում երբ որ ինքն է ընտրել իշխանության ինքը թույլ չի տա որ նման բան տեղի ունենա բայց նաեւ այստեղ հոկտեմբերի 27 է տեղի ունեցել Տիկին Բադալյան եւ երբ հոկտեմբերի 27 տեղի է ունեցել այն ժամանակ երբ որ ժողովրդավարական ազատ արդար եւ թափանցիկ ընտրություններ տեղի չեն ունեցել ես խնդրում եմ որ մենք դեռ լուրջ չենք վերաբերվում ընտրությունների գինը իրականում թե ինչքան կարևոր է պետության կյանքում ազատ արդար թափանցիկ ընտրությունները մենք դեռ ամբողջությամբ չենք գիտակցում մեր ժողովրդը ամբողջությամբ չի գիտակցում ազատ արդար ինչու է մեր քաղաքական ուժը ամենամեծ ջանքը ներդնում ազատ արդար եւ թափանցիկ ընտրությունների վրա նույնիսկ երբ որ մենք պարտվում ենք պարբերաբար պարտվում ենք, չէ, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հատկապես, բայց չենք կեղծում, որովհետև պետության կայություն, ժողովրդավար պետության կայունության հիմքը ոչ միայն ժողովրդավար։ Այն երկրները, որտեղ կա ընտրություն, միապետություն չի կամ ժառանգաբար չի անցնում իշխանությունը, եթե ընտրությունները կեղծվում են, դա իր հետևից բերում է լրջագույն խնդիրների, որոնց ժողովուրդը չի կարողանում դիմակայել։ Իսկ սա այն դեպքն է, որ մենք ճիշտ հերթականությամբ շարժվել ենք առաջ, այսինքն առաջինը կայացրել ենք ընտրությունները մեր երկրում, ընտրությունները կայանալուց հետո արդեն քայլ առ քայլ գնում ենք ժողովրդավարության ամրապնդմանը եւ արդեն տնտեսական ու քաղաքական հեռանկարների բացմանը։ Իդեպ հետաքրքիր է, որ նույն ընդդիմադիր շրջանակները բոլոր այն ուժերը, ովքեր պայքարում են խորհրդարանում հայտնվելու համար, հիմա իրենց հույսը կապում են ազատ թափանցիկ ընտրությունների հետ, սա կարծում եմ ժեստ է կամ կոմպլիմենտ է ձեր իշխանությանը կրկին։ Տիկին Բադալյան, այնուամենայնիվ վերադառնալով Սոլովյովի հայտարարությանը եւ հետո Կոպիրկինին ԱԳՆ հրավիրելը, այդ բողոքի նոտա հայտնելը, ինչ է կարծում համարժեք էր պատասխանը, որովհետեւ մի կողմից տեսեք քաղաքասարակության ներկայացուցիչները այդ օրերին եւ այդ հայտարարություններից անմիջապես հետո պահանջում էին, որ իշխող ուժը պիտի որոշակիորեն նաեւ քաղաքական իմաստով պատասխանի հապկից դուրս գալու ձևով եւ կամ ռուսական ռազմաբազան դուրս հանելու օրակարգ բերի։ Մյուս կողմից Տիտղոսակիր ընդդիմությունը նույն Իշխան Սաղաթելյանը կրկին Արմեն Աշոտյանը ասում էին, որ այս իշխանությունները կարճել են Սոլովյովի մեկ անհաջող արտահայտությունից եւ ռուսաֆոբիա են տարածում Նաև Աշոտյանը իդեպ ասել էր, որ մեծ սիրով կգնա Սոլովյովին հյուր եւ կխոսի հայ-ռուսական հարաբերությունների իրական կնճիռներից, դե իսկ Իշխան Սաղաթելյանը էլի ձեզ էր մեղադրել, ասել էր, որ նույն եռանդով օրինակ չեք պատասխանում Ադրբեջանից եւ Թուրքիայից եկած հայտարարություններին, նույն նժարի վրա դնելով Ռուսաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան։ Հիմա ընդհանուր այս համատեքստում գիտեմ, որ հարցը շատ լայն ստացվեց, բայց ամեն դեպքում մի կողմից մեղադրում են, որ համարժեք չեն քայլերը պիտի գնալ ավելի կտրուկ գործողությունների, մյուս կողմում ասում են, որ ռուսաֆոբիայով եք զբաղված, փոխարենը կարող եք պատասխանել Ադրբեջանին եւ Թուրքիային։ Շատ լավ, հարց առաջին նախ համարժեք էր թե համարժեք չէր, այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ մենք գործ ունենք ընդհանրապես լրագրողի հետ, որ իր կարծիքն է արտահայտել։ Մեր երկրում այնքան շատ լրագրողներ կան, որոնք որ ամեն մեկը երբեմն եւ շատ հաճախ այնպիսի մտքեր են արտաբերում, որոնք Հայաստանի Հանրապետության շահերից բնավ չեն բխում, եթե այս դրամաբանությամբ պետության ղեկավարները շարժվեին կամ պետությունները շարժվեին, ապա կարծում եմ Հայաստանի Հանրապետության հետ հաշվի առնելով մեր լրագրության
մոտեցումների իրավիճակը վերջին մի քանի տարվա ընթացքում մեզանից ընդհանրապես բոլորը պիտի շատ հեռու մնային։ Այս իմաստով սա համարժեքության պատասխան է, հա։ Մենք գործ ունենք լրագրողի հետ։ Իհարկե հասկանում ենք, որ այդ լրագրողը նաև Կրեմլի խոսնակն է, բոլորս գիտենք, որ այդ ամեն ինչը հաշվի առնելով, բայց երբ որ մենք փաստերով ենք դատում, գործ ունենք լրագրողի հետ եւ հնարավորինս արձագանքեցինք, նույնիսկ ինձ թվում է մի քիչ էլ չափից շատ, կարծում եմ, որ այդքան չարժեր։ Սա մի տեսանկյունից։ Ինչ վերաբերում է մեր ֆանտաստիկ եւ գեր խելացի ու իմաստուն ընդդիմության այն արտահայտությանը, որ մենք ամբողջ օրը Սալավյովին ենք պատասխանում եւ չենք պատասխանում մնացած երկրներին, ուզում եմ հիշեցնել իրենց, որ իրենց իսկ ձեռամբ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է։ Այն դեպքում, երբ որ մյուս երկրները մեր ռազմավարական գործընկերները չեն իրենց նշած երկրները, եւ առնվազն մեր ռազմավարական գործընկերը իրեն պիտի թույլ չտա մեր երկրի մասին նման արտահայտություններ անելու։ Իսկ հակառակորդ երկրները, որոնք որ պայքարի անընդհատ այսպես լարվածության մեջ են մեր երկրի հետ, իրենց քաղաքական նպատակներից ելնելով կարող են ինչ-որ բաներ ասել, մենք էլ մտածենք, պատասխանենք, թե ոչ, իրավիճակը ավելի սրենք, թե մեղմացնենք։ Սա է քաղաքականությունը։ Եվ հերթական անգամ այս փաստերը իրար հետ համադրելով մենք պիտի հասկանանք, որ այս ընդդիմության ժամկետն անցել է, իսկ ժամկետ անց ապրանքը վնասակար է առողջությանը։ Չի կարող հայտնի երկու հայտնի անուն տվեցիք դուք նոր ընդդիմության վառ ներկայացուցիչ, որոնք համարվում են իրենց կուսակցությունների ամենախելացի եւ ամենաակտիվ դեմքերը, չէին կարող իրենք չտեսնել այդ համեմատությունը, երբ որ մենք խոսում ենք ռազմավարական գործընկերոջ եւ խոսում ենք մեզ հետ լարված, հա, հարաբերություններ ունեցող երկրների մասին չեն տեսնում եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությանը հատկապես այն պատմական փուլում, որը որ գալիս է կամ եկել է արդեն, նման քաղաքական ուժեր այլևս պետք չեն։ Ոչ միայն պետք չեն, այլ նրանք կարող են խանգարել, կարող են վնասել, կարող են անհարմարություններ պատճառել Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ես խնդրում եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2026 թվականին, երբ որ կգնա քվե տալու, եթե իշխանությանը չի տալու այդ քվեն, իսկ այդպիսի մարդիկ շատ են լինելու բնականաբար, ընդդիմություն ընտրելուց էլ կամ իր ընտրությունը կատարելուց պիտի շատ լուրջ մոտեցում ցուցաբերի, որ այսպիսի արտահայտություններ մենք չլսենք, որտեղ անելիք առջևում շատ կա։ Այսինքն 26 թվականի ընտրությունները ես ճիշտ եմ հասկանում, թե չէ, որ դրանք պարզապես իշխանություն ձևավորելու ընտրություններ չեն, դրանք շատ լուրջ աշխարհակաղակական, քաղաքակրթական են։ Լրջագույն։ Ընդ որում ես չեմ ասում, որ այնտեղ չպիտի լինեն ռուսամետ ուժեր, ես դրա մասին չի խոսքը։ Խոսքն այն մասին է, որ պիտի լինեն քաղաքական ուժեր, որոնք որ հստակ ունեն օրակարգ, հստակ ունեն պատկերացում Հայաստանի ապագայի վերաբերյալ, որը կարող է մեզ հետ ճիշտ հակառակ պատկերացումները լինել, բայց պիտի դրանք լինեն հստակ Հայաստանի Հանրապետության ապագային վերաբերող եւ այդ բոլոր գաղափարների բախման կետը պիտի լինի ազգային ժողովը, որպեսզի այդ բանավեճերի ընթացքում, որպեսզի ժողովուրդն էլ այդ բանավեճերին հետևելով հասկանա ինքը ինչպես է պատկերացնում իր ապագան եւ կարողանա այդպիսով հետագայում եւս ձևավորի իշխանություն եւ պատվիրակի իր նպատակների իրականություն դարձնելու։ Եթե մենք այսօր ունենք քաղաքական ուժեր, արդեն 3 տասնամյակ մեր կյանքում գործող այդ քաղաքական ուժերը, որոնց խոսույթը վերջին տարիների ընթացքում բացի իշխանությանը հեռացնելուց, որոշ դեպքերում իշխանության ներկայացուցիչներին գլխատելուց կամ սպանելուց այն կողմ չի անցել, ինչը որ էական տարբերություն չկա հզոր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ մի մարդ էս կողմ են կողմը բան չի փոխելու։ Այդ մարդկանց նեղ մտածելակերպը շատ նեղ է, այդքան է, եւ կարծում եմ, որ ժամանակն է, որպեսզի մյուս քաղաքական ուժերը կարողանան իրենց օրակարգը ձևակերպել եւ իրենց ասելիքը ձևակերպել եւ մեր քաղաքացիներն էլ շատ հստակ կատարեն իրենց ընտրությունը մաքրելով քաղաքական դաշտը եւ ինչպես ազատ արդար եւ թափանցիկ ընտրությունները բերեցին իրենց էֆեկտը Հայաստանի Հանրապետության կյանքում, ես վստահեցնում եմ, որ նույն կերպ էլ քաղաքական դաշտը մաքրելու էֆեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մաշկի վրա կզգա շատ Տիկին Բադալյան, այստեղ էլ կարծիքները, այսպես ասեմ, շատ երկակի են քաղաքական դաշտը մաքրելու առումով։ Տեսեք, քաղաքասարակությունը կրկին մեղադրում է, որ այն ուժերը, այն անհատները, որոնք աֆիլիացված են այս կամ այն
երկրի հետ, որոնք ֆինանսների առումով կապ ունեն այս կամ այն երկրի հետ, երրորդ երկրի հետ, պիտի պարզապես դուրս դրվեն օրենսդրական ճանապարհով, միգուցե այլ ճանապարհներով դուրս դրվեն ընտրական process-ներից։ Սա քաղաքասարակության պահանջն է։ Հիմա ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը մասնավորապես ասում է այն օգնությունը, որ դուք ակնկալում եք Եվրամիությունից, որպեսզի պայքարեք հիբրիդային պատերազմի դեմ, ընտրություն նախընտրական այդ շրջանում, դա ուղղվելու է ընդդիմության դեմ, խորհրդարանական ընդդիմության դեմ։ Իրենք վախեցած են, որ ամեն ինչ անելու եք, որ ճնշեք իրենց, որպեսզի հաջորդ խորհրդարանում իրենք տեղ չունենան։ Այստեղ կրկին Մոլդովայի օրինակն է բերվում, երբ Ռուսաստանի հետ աֆիլիացված ուժերը, անհատները պարզապես դուրս դրվեցին օրենքի ուժով ընտրությունների մասնակցելու այդ հնարավորություններից։ Հիմա այստեղ էլ երկու կարծիք կա՝ մի կողմից ընդդիմությունը, որը գոռում գոչում է, որ Եվրամիությունից անգամ այդ հիբրիդային պատերազմի դեմ տրամադրվող միջոցները իրենց դեմ եք օգտագործելու, մյուս կողմում քաղաքասարակությունը եւ նաեւ որոշ ուժեր, որոնք պնդում են, որ իրենք չեն կարող մրցակցել մեծ միջոցներ ունեցող ռուսաստանցի միլիարդատիրոջ հետ եւ կամ Ռուսաստանի հետ աֆիլիացվող այլ ուժերի հետ, նախկին նախագահների հետ։ Հիմա այս մեղադրանքները արդարացի են թե մի կողմից, թե մյուս կողմից։ Նորից վերադառնում ենք քիչ առաջ ասածս արտահայտությանը։ Տեսեք ինչքան պարզունակ մոտեցում ունի ընդդիմությունը, երբ որ կարծում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այդ օգնությունը Եվրամիությունից ընդունում է այդպիսի փոքրիկ հարցերի համար։ Այսինքն նրանք ոնց կարծես թե չեն նկատել, որ ոչ թե իշխանություններն են հիբրիդային պատերազմի զոհ, այլ Հայաստանի Հանրապետությունը, որովհետև այդ հիբրիդային պատերազմում պարտվելու դեպքում Հայաստանի Հանրապետությունը այլևս ինքնիշխան չի լինի, անկախ նրանից, ով կլինի երկրի իշխանությունը։ Խոսքը Հայաստանի Հանրապետության մասին է, իշխանությունների մասին չէ։ Այսինքն ձեր նշած ընդդիմությունը սա միևնույն է չի հասկանում։ Երկրորդը այդ ընկալումը չունի, թե պարզապես ինքը այդ ընկալումը։ Դա թողնենք յուրաքանչյուրը թող ինքը իր փորձառության շրջանակներում այդ եզրակացությունը անի։ Այս իմաստով տեսեք, ելի եմ ասում, այդ պարզունակությունը ուղղակի երբեմն ապշեցնում է։ Հայաստանի Հանրապետությունն է պատերազմի մեջ։ Մենք որպես իշխանություն պատերազմի մեջ չենք, հիբրիդային, որովհետև ընդամենը մի քանի ամիս հետո ընտրություններ կլինեն, կարող է եւ մենք չլինենք իշխանություն։ Եվ հետեւաբար եթե դա մեզ պետք լիներ, մենք մի խոսքով սա մեկնաբանության կարիք չի զգում։ Երկրորդը, եթե ընդդիմությունը խոսում է այն մասին, որ մենք դա օգտագործելու ենք իրենց դեմ, որպեսզի իրենք չլինեն, սա ինքնախոստովանական ցուցմունք է։ Կոնկրետ ինքնախոստովանություն է, տեղավորում են իրենց այդ հիբրիդային։ Իհարկե, ինքնախոստովանություն է, այսինքն դուք ձեր քաղաքական ծրագիրը պիտի ներկայացնեիք, գայք բանավեճերի, ներկայացնեիք ձեր տեսլականը, ձեր պատկերացումները Հայաստանի Հանրապետության ապագայի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները հեռուստացույցի առաջ լսեին այդ բանավեճերը եւ ասեին, բայց ճիշտ է ասում ես ընդդիմությունը, գնանք իրենց ընտրենք։ Այդ ամեն ինչը այդպես էր լինելու, բայց մենք այդ գործիքները եւ այդ գումարները օգտագործելու ենք ձեզ դաշտից հանելու համար։ Ոչ իհարկե։ Եւ կարծում եմ, որ սա պետք է ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք եւ անցնել առաջ։ Իդեպ եկեղեցու դեմ սկսված է գործընթաց, չասեմ եկեղեցու դեմ, եկեղեցուն բարենորոգման է գործընթացը, իդեպ նույն կերպ է մեկնաբանվում երբեմն, որ սա եւս ոչ այնքան կապ ունի բարեվարկության հետ, Գարեգին Բեի կուսակրոն լինել չլինելու հետ, այլ փորձում է քաղաքական լծակներից զրկել ընդդիմությանը, քաղաքական որոշակի։ Սա էլի աբսուրդի ժանրից, այսինքն եկեղեցին ընդդիմության քաղաքական լծակն է։ Ես կարող եմ ձեր ասածից այսպես փորձել այդ խաղվածքը այսպես հանել։ Մոտավորապես նման կապեր։ Այսինքն մենք եկեղեցուն հարվածելով ընդդիմությանը զրկում ենք քաղաքական լծակներից։ Հետևաբար փաստ առաջին եկեղեցին քաղաքական լծակ է եւ հետևաբար քաղաքական է, ինչը անթույլատրելի է, ինչը չի կարող տեղի ունենալ եւ բ մեր ընդդիմությունը չունի որևէ այլ միջոց քաղաքական ասպարեզում իր գաղափարները արտահայտելու եւ նպատակները իրագործելու եւ միակ տարբերակը եկեղեցին է, դա մնացել է միակ հարթակը։ Երկու դեպքում էլ եկեղեցին ունի բարենորոգման կարիք։ Երկու դեպքում էլ, որովհետեւ եկեղեցին իր մաքրամաքուր տեսքով պիտի վերադարձվի հայ ժողովրդին, հայ առաքելական եկեղեցու մկրտված քրիստոնյա մարդ։
Այնուամենայնիվ Տիկին Բադալյան, հարցիս այն մասը, որ արդյոք օրենքի ուժով չեք պատրաստվում որոշ ուժերի, անհատների, որոնք աֆիլացված են այս կամ այն երկրի հետ եւ կամ ֆինանսական մեծ կապ ունեն այս կամ այն երկրի հետ, դուրս դնել օրենքի ուժով ընտրական process-ներից, լինելու է նման բան, թե բոլորը, այսպես ասեմ, հավասարը հավասարի հետ գնալու են եւ մրցեն։ Չեմ բացառում, դեռևս չեմ բացառում, բայց միևնույն ժամանակ չեմ կարող նաև հաստատել, որ լինելու է։ Մենք ունենք դեռ արխիվում մի քանի ամիս ժամանակ, ես ձեր ակնարկը հասկանում եմ, դուք օրինակ նկատի ունեք մեր ձևով շարժումը, որը շատ հստակ, բայց նրանք որպես կուսակցություն կարծես թե դեռ չեն գրանցվել եւ կարծես թե դեռ պարզ չի ինչ ֆորմատով են մասնակցելու ընտրություններին։ Դե հիմնադրամ ունեն ուսանողներին են հիմա վարձավճարներ են փոխադրում։ Ընտրություններին մասնակցելու համար դա բավարար պայման չէ եւ հետեւաբար ինչ որ մի ֆորմատով իրենք պիտի, չէ, մասնակցեն ընտրություն։ Ենթադրվում է հաշվի առնելով թե որքան շտաբեր են բացվել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ որքան հնաոճ, հա, մեթոդներով, օրինակ բարեգործություն անելով, մարդկանց ինչ որ փողեր տալով, մարդկանց ինչ որ նվերներ տալով փորձում են արդեն պոտենցիալ էսպես ձայների որոշակի մաս հավաքել, ինչ որ իրոք շատ հնաոճ է, հա, այս ժամանակակից աշխարհում դա մի քիչ այդքան էլ չի աշխատում, բայց բոլոր դեպքերում ենթադրվում է, որ նրանք մասնակցելու են ընտրություններին, բայց ինչ դաշինքով ենթադրում եմ, որ այստեղ մնում է միայն դաշինքով գնալու տարբերակը, որովհետև ուրիշ կամ այլ կուսակցություններ մտնելու տարբերակը, որովհետև վստահ չեմ, որ ժամանակը բավարար է կուսակցություն ձևավորելու կամ քաղաքական դաշինք ձևավորելու եւ այդպիսով ընտրություններին մասնակցելու համար, բայց չգիտեմ, կապրենք տեսնենք։ Եվ ամփոփենք նաև Իրանում տեղի ունեցող այս զարգացումներին անդրադառնալով Տիկին Բադալյան, տեսեք, տևական ժամանակ է հետևում ենք, տեսնում ենք թե ինչ է կատարվում Իրանում, ամենատարբեր սցենարներ են նախանշվում, որոնք բնականաբար դեռ անորոշ վիճակ է թե ինչպես կզարգանան գործընթացները, բայց Հայաստանում Իրանի դեսպանը շատ ուշագրավ հայտարարություններ է արել, որ Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Նաև ասել է, որ եթե Իրանում նկատի ունի իշխանափոխություն, որևէ փոփոխություններ լինեն, առաջինը դրանից տուժվելու է Հայաստանը, այսպես կարծես թե շատ ուշագրավ եւ անսովոր հայտարարություններ են Իրանի կողմից, նախ ինչպես ընկալել եւ ինչպես հասկանալ, ինչպես արձագանքել, թե չարձագանքել նման հայտարարություններին։ Ես կարծում եմ, եթե արձագանքելու կարիքը լինի, արտաքին գործերի նախարարությունը անպայման պաշտոնապես կարձագանքի, բայց ես կդիտարկեի սա որպես լարվածության, այդ անորոշության զգացողությունից բերող, հա, դիսկոմֆորտի եւ կվերագրեի այս հայտարարությունները ավելի շատ այն հոգեվիճակին, որոնք ստեղծվել են այս պահին մեր հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունների արդյունքում։ Մենք տեսնում ենք այնտեղ ինչ է կատարվում, մենք շատ ցավում ենք, իհարկե Հայաստանի Հանրապետությանը ինչն է օգտակար եւ ինչն է վնասակար, ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլ աշխարհի բոլոր երկրներն եմ ուզում հիշեցնել, որ դա մենք ենք որոշում, մեր փոխարեն թող որևէ մեկը չորոշի, ինչն է մեզ համար վտանգավոր, ինչը ոչ, բայց հաշվի առնելով այն հուզական վիճակը եւ այն վտանգավոր իրավիճակը, որ ստեղծվել է, կարծում եմ, որ պետք է սպահին չմեկնաբանել եւ սպասել պաշտոնական հաղորդագրությանը։ Իսկ դա կարող ենք որոշակիորեն կապել նաև թրիփի հետ եւ վերջին այս իրողությունների հետ, թե կարծում եմ, որ առանձնապես չի կապվում, որովհետեւ ինչպես հարցազրույցի սկզբում նշեցի, թրիփում այսօր գոյություն ունեցող որևէ բան նորություն չէ։ Եվ թրիփի բոլոր մանրամասները օգոստոսի 8-ից սկսած, որոնք կարող էին անհանգստացնել կամ որոշ դեպքերում երևի թե անհանգստացրել են մեր հարևան երկրին, դրանք քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության շատ տարբեր ներկայացուցիչների հետ եւ սրա հետ կապված չի։ Կարծում եմ հուզական եւ այս անորոշ զգացողությունների հետ է կապված։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանի հետ։ Կհանդիպենք։